Անշարժ գույքի շուկայում այս տարվա առաջին ամիսներին որոշակի պասիվություն կա։ Բանն այն է, որ քաղաքացիները տեղեկանալով, որ 2025-ից այլևս չի գործելու եկամտային հարկի մասին օրենքը, անցած տարի սկսեցին առաջնային շուկայից բնակարաններ գնել։ Բնակարանների գնման գործընթացն ըստ էության ավելի ակտիվ էր 2024-ի վերջին ամիսներին։ Տարվա առաջի երամսյակը բնականաբար չեն կարող համեմատենք անցած տարվա հետ, քանի որ մենք այս տարվա գնորդներին անցած տարի արդեն գույք ենք վաճառել։ Այն մարդը, որ հիմա պիտի գույք առներ, անցած տարի առավ, այսինքն եթե համեմատական տանենք այս տարվա առաջի երամսյակը ու անցած տարվա ընդհանուր դինամիկայի հետ, հա, բնականաբար հիմա որոշակի պասիվություն կլինի ու առհաստարակ միշտ էլ հունվար, փետրվար, մարտ ամիսները տարբերվում են նրանով, տարվա սկիզբը քիչ ավելի պասիվ է լինում։ Բնակարան հիմա ավելի շատ գնում են Երևանամերձ համայնքներում, որտեղ դեռ գործում է եկամտային հարկի մասին օրենքը։ Քաղաքացին հիփոթեկի տոկոսները վճարում է եւ երամսյակը 1 հետ ստանում դրանք։ Երևանամերձ տարածքներում այդ տարածքներում սկսել է ակտիվ կառուցապատում կատարվել եւ շինարարներից ոմանք տեղափոխեցին իրենց բիզնեսը այդ տարածքներում, այն քաղաքացիները, ովքեր որ չէին հասցրել այդ օրենքից օգտվեին, արդեն ստիպված պետքա այլընտրանքը ընտրեն, օրինակ Ջրվեժում, Զորախբյուրում, Զողունիում, Երևանամերձ տարածքներում։ Անշարժ գույքի ոլորտի մասնագետները պարզաբանում են, առաջնային շուկայում դեռ մնացած բնակարանները հիմա վաճառվում են հիփոթեկային բարձր, մինչև 15% վարկային պայմաններով։ Սակայն դեռ կան առաջնային շուկայում չվաճառված բնակարաններ, որոնք լավ առաջարկներով գնորդների են փնտրում։ Այդ մեծ հաշվով առաջնային շուկայում գնային փոփոխություններ չկան։ Ընդհակառակը կառուցապատողների մոտ որ գույքեր կան դեռ վաճառքի, իրանք 5-10 տարով այսօր տարաժամկետով վաճառքի իրավունք են տալիս, ինչը աննախադեպ է, մինչև հիմա չենք ունեցել մենք այդպես վաճառ։ Մասնագետների դիտարկմամբ մայրաքաղաքում խստացվել են բնակարանաշինության ծրագրերը, տուրքերն էլ բարձրացել են, հետևաբար բնակարանների գների բարձրացում կլինի մայրաքաղաքում։ Շինթույլտվության նույն այդ ԱՊԶ ասվածը, որ ստանում են, դրա համար տուրքեր կա սահմանված, կոմունիկացիաներին գտնելու համար այդտեղ պայմանները ստանալու բարձր տուրքեր ունի։ Շինթույլտվության համար քաղաքապետարանը բարձր տուրքեր է դրել, դա արդեն ուղիղ ազդել է ինքնարժեքի վրա։ Այսինքն, երբ որ մի կառուցապատող կամ մի քանիսը կորոշեն տարբեր տեղերք Երևան քաղաքում շենքեր կառուցել, թեկուզ եկամտահարկից հետո, այդ շենքերում բնակարանների գները բնականաբար բարձր կլինեն, որտեղ այն ծավալով էլ շինարարությունը չի լինել Երևան քաղաքում։ Երևանում առաջնային շուկայում բարձր գնով տուն գնել չկարողացողները նախապատվությունն այս դեպքում տալիս են երկրորդային անշարժ գույքի շուկային։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։